Արդեն 28 տարի հայաստանյան շուկայում Ռեյմա խանութների ցանցն առանձնանում է մանկական խաղալիքների յուրօրինակությամբ։ Բոլորն իրենց գունեղությամբ այնքան տպավորիչ են եւ իրական, որ խանութ սրահներ մտնող փոքրիկ հաճախորդներին դժվար է բաժանել խաղալիքներից։ Ոչ միայն խաղալիքները, նաեւ մանկական հագուստները, կոշիկները եւ այլ աքսեսուարները, որոնք ներկայացված են Ռեյմայում, աշխարհահռչակ ապրանքանիշների տեսականին են, որտեղ որակից բացի երաշխավորված է երեխայի առողջության անվտանգ լինելը։ Եվրոպական եւ ամերիկյան բրենդեր են, որտեղ շատ մանրակրկիտ ուսումնասիրում են եւ շատ կարեւորում են երեխայի առողջությունը, որպեսզի խաղալիքները չպարունակեն ծանր մետաղներ, թունավոր նյութեր, պլաստիկա հատուկ ձևի պլաստիկա, փայտը մշակված հատուկ փայտեր են, որպեսզի ապահով լինեն երեխայի համար։ Էկոլոգիապես եւ մաքուր են, եւ լավն են, եւ զարգացնող են, եւ այնպիսի գունագեղ աշխարհի մեջ են տանում երեխաներին, որոնք որ կզարգանան ու կունենան իրենց սեփական ստեղծված աշխարհը։ Երեխաների պատկերացումների գունեղ աշխարհի սիրելի խաղալիքները հայտնի բրենդներից Ռեյմա խանութների ցանցի Գյումրիի մասնաճյուղում են։ Մեկ տարի գորգու 56 հասցեում գործող խանութ սրահում ամենամեծ առաջարկը Lego ապրանքանիշինն է։ Գրավիչ գույներով Lego-ն փոքրիկներին տեղափոխում է մտածողության զարգացման մեծ աշխարհ։ Իմ երեխաներին հիմնականում այդ Lego-ի տեսականին է հետաքրքրում, էկոլոգիապես մաքուր է տեսականին ու շատ ընտրության համար էլ է շատ հարմար, դասավորվածությունը, տեսքը շատ հաճելի է։ Անգամ մտնում են ուղղակի զբոսնելու, նայելու, նոր տեսականին ծանոթանալու համար։ Եվ որակի առումով են լավը, եւ էկոլոգիապես երեխեքի համար է լավ, չէ՞ որ մենք ձգտում ենք, որ մեր երեխեքը առողջ ծնվեն, առողջ հագնեն, նույն ձևի պետք է առողջ խաղան։ Մենք մոտ Lego-ներ կան 1.5 տարեկան սկսում են, հատուկ Lego-ներ են, որպեսզի երեխաները մի քիչ իրանք մեծ են, կտորներ, որպեսզի երեխաները կուլ չտան։ Այդ տարիքից արդեն զարգացնում են։ Փոքր տարիքի երեխաներին զարգացնում են մոտորիկան, ինչքան մեծանում է, այդքան զարգացնում է երեխայի մտքի ճկունությունը։ Մենք նույնիսկ ունենք 18+ տարիքով մեծերի համար Lego-ներ, որոնք արդեն կոլեկցիոն մոդելներ են, հավաքում են գեղեցկության համար։ Երեխաների ստեղծարար մտածողությունը զարգացնելու համար Ռեյման Lego-ի ընտրության լայն առաջարկով է ներկայանում։ Նաև ամեն տարի խանութների ցանցում կազմակերպվում են մրցաշարեր, որոնց արդյունքում փոքրիկ հաճախորդները ցուցադրում են իրենց արագությունը Lego խաղերում եւ արժանանում մրցանակների։ Առաջին անգամ Lego մրցաշար անցկացվեց նաև Գյումրիում։ Մրցակցության հայտ էին ներկայացրել 7-ից 10 տարեկան մոտ 200 երեխաներ։ 3 փուլով կազմակերպված խաղ մրցույթը Lego-ով ստեղծագործելու, արագ կողմնորոշվելու, մտքի թռիչքն ու երևակայությունը բացահայտելու լավագույն հարթակն են դարձել։ Երեխաներին սա զարգացնում է եւ մտավոր զարգացնում է եւ նրանց երևակայությունը եւ հետո նրանց ստիմուլ է տալիս, որ նրանք պայքարի մեջ մտնեն ու կարողանան հաղթել։ Շատ երեխաներ կան, որ լավն են, խելացի են, խելոք երեխեք են, ուղեղ ունեն, որոնք արագ կարող են աշխատեցնել, մոտորիկան զարգանում է երեխեքի բնականաբար։ Մրցույթը երկուսը մեկում է, այսինքն երեխան համ պետք է արագ հավաքի, համ ճիշտ հավաքի, որովհետև եթե արագը հավաքի, բայց սխալ հավաքի, դեռ չի հաղթի, պետք է պարտադիր ճիշտ լինի։ Ակտիվ խաղ մրցույթում պայքարն ավելի թեժացավ, եզրափակիչում գնալով փոքրիկների մոտ լարվածությունը մեծանում էր։ Եզրափակիչ հասած 12 երեխաներից հաղթողներ ճանաչվեցին Lego-ի միևնույն առաջադրանքն ամենաարագը կատարած եւ անսխալ ավարտած առաջին 3 մասնակիցները։ Մրցույթի ժամանակ ես զգում էի շատ ուրախություն, որ մասնակցում եմ եւ նույնիսկ շատ անսպասելի էր, որ նույնիսկ հաղթեմ։ Սա էլ այդքան հեշտ չէր, բայց կարողացանք։ Մենք հավաքեցինք Ֆորմուլա 1-ը, շատ լարված էի, թողում էի, ընկա 3-րդ տեղ։ Lego մրցույթի բոլոր 12 մասնակիցներին Ռեյմա խանութ սրահը վկայականներ ու նվերներ հանձնեց, իսկ լավագույն երեակն արժանացավ հատուկ պարգևների։ Երեխաներն իրենց հետ տուն տարան Ռեյմայի Lego ապրանքանիշի մեծ ու եզակի խաղերի հավաքածուն։ Մարինե Տերբինյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։